գործում։ Հարկավոր է հստակ հասկանալ, որ միջազգային իրավունքը կատարյալ նորմերի ամբողջություն չէ, որը հորինել են իրավունքի պրոֆեսորները կամ հասարակական կազմակերպությունները։ Միջազգային իրավունքը ստեղծում եւ ստեղծել են պետությունները, այնպես որ երբ Թրամփը, Պուտինը եւ այլ առաջնորդներ այսօր խախտում են միջազգային իրավունքը, ստացվում է, որ նրանք խախտում են այն կանոնները, որոնց ստեղծմանը ժամանակին ներգրաված են եղել իրենց պետությունները։ Պետությունների 95%-ի շահերից պետք է բխի, որ միջազգային իրավունքը եւ մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրությունը հարգվի։ Վերցնենք օրինակ Հայաստանը որպես փոքր պետություն կամ նույնիսկ Գերմանիան որպես միջին պետություն, որը հզոր է տնտեսապես, բայց ոչ այնքան ռազմական առումով։ Նման երկրներին ձեռնտու չէ ապրել մի աշխարհակարգում, որտեղ ցանկացած պետություն կարող է ըստ հայեցողության ուժ կիրառել։ Դրանից կարող են շահել միայն ռազմական հզոր ներուժ ունեցող պետությունները, որոնք ունեն մեծ բանակ եւ կարող են իրենց կամքը պարտադրել ուրիշներին։ Հուսով եմ աշխարհում մեծամասնություն կազմող փոքր եւ միջին պետությունները կոալիցիա կձևավորեն, պաշտպանելու միջազգային իրավունքը։